Ողջույն հարգելի հեռուստադիտողներ եւ սոցիալական հարթակների մեր հետևորդներ, եթերում առողջարարն է։ Սա առողջապահական հարթակ է, որտեղ մասնագետների հետ մենք քննարկում ենք ամենատարբեր խնդիրներ, հիվանդություններ, ձեզ ենք ներկայացնում դրանց վերաբերող ինչպես հայաստանյան, այնպես էլ աշխարհում կիրառվող վիրահատական եւ ոչ վիրահատական բուժական մեթոդները։ Մենք հանդիպում ենք յուրաքանչյուր շաբաթ։ Առողջարարի տաղավարում Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնի կաթվածի թիմի ղեկավար Լուսինե Մարտիրոսյանն է։ Մենք խոսում ենք կաթվածների մասին։ Բարև ձեզ բժշկուհի, շնորհակալ եմ մեր հրավերն ընդունելու համար։ Բարև ձեզ, շնորհակալություն հրավերքի համար։ Խոսենք կաթվածների մասին։ Երբ են զարգանում, որ դեպքերում է զարգանում, արդյոք կա երիտասարդացման միտում, որովհետև վերջին շրջանում հաճախ ենք մասնագետներից լսում, որ շատ հիվանդություններ ավելի երիտասարդների մոտ են հանդիպում։ Արդյոք կա հակում կաթվածի պարագայում երիտասարդների դեպքում։ Նախ կաթվածը նշեմ, որ դա ուղեղանոթային հիվանդություն է, այսինքն մենք գործ ունենք ուղեղի ներսում անոթի խնդրի հետ։ Կաթվածները լինում են երկու տեսակի՝ իշեմիկ կաթվածներ եւ հեմորագիկ կաթվածներ կամ այսպես կոչված արյունազեղումներ։ Առաջինի պարագայում մենք ունենք անոթի խցանում, ինչ-ինչ պատճառներով, դրանք հիմնականում լինում են տրոմբերով, իսկ երկրորդի պարագայում, այսինքն արյունազեղումների պարագայում մենք ունենք անոթի պատի վնասում եւ արյան արտահոսք դեպի ուղեղային հյուսվածք։ Ինչ վերաբերվում է կաթվածի երիտասարդացմանը, այո, նման միտում ունենք եւ երիտասարդների մոտ վերջի տարիներին գրեթե ավելի շատ ենք հանդիպում։ Դա պայմանավորված է նաեւ դրանով, որ կաթվածի մասին մեր գիտելիքները եւ կաթվածի ճանաչումը բնակչության կողմից ավելի շատ է դարձել եւ ավելի շատ պացիենտներ հենց առաջին իսկ րոպեներին, առաջին իսկ սիմպտոմների պարագայում դիմում են հիվանդանոց եւ կարողանում են ստանալ համապատասխան բուժօգնություն։ Հիմնականում ինչ գանգատներ են ունենում եւ ունեցել եք պրակտիկայում նման դեպքեր, որ իրենք իրենց համար օգնություն կանչեն, այլ ոչ թե անտեղի խնդրեն հարևաններին կամ եւ այլն, այսինքն իրենք իրենց գանգատներից անմիջապես հասկանան, որ կա կաթվածի հավանականություն։ Կաթվածի գանգատները եւ սիմպտոմները կարող են լինել ձեռքում, ոտքում թուլություն, թմրածություն, խոսքի խանգարում, գլխապտույտ, մեկ աչքում տեսողության կորուստ կամ տեսողության իջեցում, ինչպես նաև երկտեսություն, նշեմ, որ կաթվածի սիմպտոմներն առաջանում են սուր, հանկարծակի եւ ցանկացած նման սիմպտոմ ախտանիշ ունենալու դեպքում խորհուրդ է տրվում շտապ դիմել մոտակա հիվանդանոց կամ կանչել շտապօգնություն եւ շտապօգնության միջոցով տեղափոխվել հիվանդանոց։ Այսինքն բոլոր գանգատները միանգամից են զարգանում։ Կարող են զարգանալ միանգամից եւ իրար հաջորդել, այսինքն աստիճանական, բայց այս աստիճանականը ժամերի եւ օրերի ընթացքում չի տևում, այսինքն րոպեների ընթացքում։ Նայած ինչ դրամաչափի անոթ է փակվել եւ այսպես կոչված կոլատերալային ցանցը, որը օգնում է բնությունից տրված է, ինչքան արագ է կոմպենսացվում եւ ինչքան արագ է սկսում աշխատել։ Իսկ լինում են դեպքեր, երբ պացիենտները իրենց դիմեն օգնության համար։ Լինում են դեպքեր, բայց այդ դեպքերը շատ ավելի քիչ են, քան այն պացիենտները, որոնք դիմում են շտապօգնություն եւ շտապօգնության միջոցով տեղափոխվում հիվանդանոց։ Այստեղ անտեղյակությունն է, թե պարզապես վիճակից ելնելով չեն հասցնում իրենք դիմել օգնության։ Հիմնականում վիճակից ելնելով, թեթև սիմպտոմների դեպքում, երբ կա թեթև խոսքի խանգարում, թեթև ձեռքում ոտքում թուլություն, նման պարագայում պացիենտները ինքնուրույն ի վիճակի են դիմել հիվանդանոց, շատ դեպքում չեն սպասում շտապօգնությանը կամ մտածում են իրենք ինքնուրույն իրենց սեփական միջոցներով կարող են հասնել մոտակա հիվանդանոց։ Հետևանքը կաթվածների պարագայում, ուշ դիմելու պարագայում ինչ կարող է սպառնալ պացիենտին։ Այստեղ ուզում եմ նշել, որ կաթվածը ամբողջ աշխարհում համարվում է հաշմանդամության առաջին եւ մահացության երկրորդ պատճառը, հետեւաբար ուշ դիմելու պարագայում մենք ունենում ենք հաշմանդամության բարձր տոկոսներ, ինչպես նաեւ մահացության բարձր տոկոսներ եւ 2018 թվականից սկսած մեր պետությունը, մեր բնակչությանը առաջարկում է ժամանակակից բժշկական սպասարկում, որը իր մեջ ներառում է ներերակային տրոմբոլիցիկ թերապիան եւ մեխանիկական տրոմբեկտոմիան, որի նպատակն է կանխել եւ քչացնել հաշմանդամությունը եւ մահացությունը։ Իսկ ինչ է տեղի ունենում ձեր նշած երկու պրոցեդուրաների ժամանակ։
Ներերակային տրոմբոլիտիկ թերապիան դա դեղանյութ է, որը ներերականային ճանապարհով ներմուծվում պացիենտին եւ դեղանյութը ալտեպլազան լուծում է տրոմբը, որով խցանված է անոթը։ Իսկ մեխանիկական տրոմբեկտոմիան դա վիրահատական միջամտություն է, որի միջոցով վերաբուժը հասնում է տրոմբին եւ փորձում է տրոմբը հեռացնել։ Իսկ կարող է լինել դեպքեր, երբ երկու մեթոդն էլ կիրառվի, թե եւ է։ Այո, հիմնականում, երբ պացիենտը շուտ է հասել հիվանդանոց, առաջին սիմպտոմները սկսելուց առաջի 4.5 ժամի ընթացքում եւ ունենք խոշոր անոթի վնասում, այսինքն խցանում, երկու մեթոդն էլ կիրառում ենք։ Ինչ է ցույց տալիս ձեր պրակտիկան։ Այս ծառայությունը պետության կողմից բժիշկների արագ արձագանքը ինչքանով է փոխում եւ բարելավում նման խնդրով մարդկանց կյանքը։ Ուզում եմ նշել, որ ներերակային տրոմբոլիտիկ թերապիայից եւ մեխանիկական տրոմբեկտոմիայից կարողանում են օգտվել ինսուլտների 30%-ը, իսկ մյուս 70%-ը ինչ-ինչ պատճառներով չեն կարողանում ստանալ այս բուժական միջոցները։ Քանի որ տրոմբոլիտիկ թերապիայի համար եւ մեխանիկական տրոմբեկտոմիայի համար գոյություն ունեն որոշակի չափորոշիչներ, եթե պացիենտը չի համապատասխանում, հետեւաբար չի կարող օգտվել, իսկ ինչն է փոխում, քչացնում է հաշմանդամությունը եւ մահացությունը։ Կամ պրակտիկայում հետաքրքիր դեպքեր, երբ ծանր վիճակում պացիենտը բերվել է հիվանդանոց, բայց իր ոտքով, իր խոսքով, իր շարժումներով հիվանդանոցից տուն գնացել։ Այո, մեթոդների նպատակը հենց դա է, որ ինչքան հնարավոր է քչացնել հաշմանդամությունը եւ պացիենտների մի մեծ մասը հենց իր ոտքով, պարզ գիտակցությամբ, պարզ մտքով կարողանում է հիվանդանոցից դուրս գրվել եւ անցնել իր առօրյա կյանքին։ Սովորաբար վերադառնում են ձեզ մոտ հետո։ Հիմնականում այո, քանի որ կան սահմանված ժամանակահատվածներ, որի ընթացքում պացիենտը այցելում է բուժող բժշկին, կատարվում է հաշմանդամության վերանայում, հաշմանդամության մակարդակի վերագնահատում, ինչպես նաև դեղորայքի հսկողություն։ Դուք ղեկավարում եք մի մեծ բժշկական կենտրոնի կաթվածի թիմ։ Ովքեր են ձեր թիմում, ինչ է իրենից ներկայացնում եւ կազմում թիմը։ Ինչ մասնագետներից են կազմված, ինչ միջոցառումներ եւ ծրագրեր են իրականացվում եւ որքանով է կարեւոր նման խնդրի պարագայում շարունակական կրթությունը։ Կաթվածի բաժանմունքները եւ կաթվածի ծառայությունները հիմնականում կազմված են լինում նեղ մասնագիտացված կաթվածի նյարդաբաններով, բուժքույրերով, որոնք կրթված են ինչպես ճանաչել կաթվածը, ինչպես խնամել կաթվածով հիվանդին։ Մենք սերտ համագործակցում ենք նաև մյուս բաժանմունքների հետ, ինչպես արդեն նշեցի, կատարվում է մեխանիկական տրոմբեկտոմիա, որը կատարում է էնդովասկուլյար նեյրովիրաբուժը, համագործակցություն է սերտ ընթանում նաև ռեհաբիլիտացիոն բաժանմունքի հետ։ Նշեցիք, ուզում եմ հասկանալ ավելի պարզ, նեղ մասնագիտացում անցող մասնագետներ, այսինքն բուժքույրեր, այսինքն կոնկրետ իրենք միայն ուսումնասիրում են եւ զբաղվում են կաթված ունեցող պացիենտներով։ Ոչ միայն ուսումնասիրում են, ընդհանուր բուժքույրական գործից բացի մեր բուժքույրերը անցել են կաթվածի բուժքույրի վերապատրաստում, եվրոպական վերապատրաստում, որն իր մեջ ներառում է ինչպես մոտենալ կաթվածով պացիենտին, ինչպես խնամել կաթվածով պացիենտին, ինչպես կերակրել, ինչպես դիրքի փոփոխություն կատարել։ Մեր ծառայությունը հայաստանյան նկատի ունեմ, Եվրոպայի հետ որքանով է համընթաց։ Հայաստանի Հանրապետությունում գործող ծառայությունը, կաթվածի ծառայությունը գրեթե հավասար է Եվրոպայում գործողին, քանի որ մենք առաջարկում ենք ժամանակակից բուժում եւ հիվանդին խնամ, ինչպես արդեն նշեցի, ժամանակակից բուժումը ներերակային տրոմբոլիտիկ թերապիան է եւ մեխանիկական տրոմբեկտոմիան։ Բոլորս, ինչպես կաթվածի նյարդաբանները, այնպես էլ վիրաբուժները, պարբերաբար տարվա մեջ մի քանի անգամ անցնում ենք վերապատրաստումներ, դասընթացներ, մաստեր կլասներ։ Եվրոպական երկրներում։ Այո, եվրոպական զարգացած երկրներում։ Փորձի փոխանակում իրականացվում է, օրինակ իրենք գիտեն, թե Հայաստանում ինչպես է իրականացվում, ինչ գնահատական են տալիս։ Գնահատականի հետ կապված ուզում եմ նշել, որ այս տարի մայիս ամսին Ֆինլանդիայում կայանում էր Եվրոպայի
կաթվածի ասոցիացիայի հերթական կոնգրեսը եւ մեր բժշկական կենտրոնը արժանացավ 2 ադամանդե դիպլոմի, որը ամենաբարձր մակարդակն է։ Դա իրենից ինչ էր ներկայացնում, մեր պացիենտների տվյալները էինք մուծում հատուկ համակարգ եւ այդ համակարգը ավտոմատ ձևով հաշվում էր եւ տալիս գնահատականը։ Կան էլի մրցանակներ Եվրոպայի կողմից։ Մրցանակներ եղել են, օրինակ անցած տարի մենք ունեինք 2 ոսկե մեդալ եւ 1 պլատինա մեդալ, ձգտում էինք ադամանդին, այս տարի դա էլ եղավ։ Այսինքն, որպեսզի մենք ավելի հանրամատչելի դա հասկանանք, սա ինչ է նշանակում, որ մեր երկրում իրականացվող, մասնավորապես Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնում կաթվածի թիմի կողմից իրականացվող բոլոր վիրահատական ու բուժական մեթոդները համապատասխանում են եվրոպական չափանիշներին, այսինքն Եվրոպան, այսպես ասած, գոհ է այստեղ իրականացվող ծառայություններից։ Այս 2 դիպլոմը փաստում են նրա մասին, որ Հայաստանի Հանրապետությունում, մասնավորապես մեր բժշկական կենտրոնում, կաթվածը բուժվում է եվրոպական ստանդարտներին համապատասխան եւ եվրոպական մակարդակին համապատասխան։ Մեր խոսակցության ամենասկզբում անդրադարձանք նրան, որ հիվանդությունը երիտասարդացման միտում ունի։ Ինչու՞։ Իրականում ինչու է երիտասարդների մոտ կաթված զարգանում։ Որոնք են պատճառները։ Երիտասարդների մոտ կան որոշակի հատուկ պատճառներ, այդ պատճառները կան նաև մեծահասակների մոտ, սակայն մեծահասակներն ունեն ռիսկի այլ գործոններ, որոնք երիտասարդները չունեն։ Օրինակ, երիտասարդների կաթվածների պատճառներից մեկը անոթների դիսեկցիաներն են։ Դա անոթի պատի շերտազատումն է, որը ուղեկցվում է սուր ցավով, ցավը տեղակայված է լինում պարանոցի առաջային կամ հետին մակերեսին, ցավից հետո սկսվում են ինսուլտի կլինիկական նշանները, ձեռքի ոտքի թուլություն, զգացողության խանգարում եւ մյուս սիմպտոմները։ Մյուս պատճառները երիտասարդների մոտ դրանք համակարգային խնդիրների հետևանքով առաջացած ինսուլտներն են, ինչպիսին են տրոմբոֆիլիաները, որոնք արյան համակարգի հետ կապված խնդիր են, կամ շարակցական հյուսվածքի խնդիրները, այսպես կոչված ռևմատիկ խնդիրները, Դրանք օրինակ հակաֆոսֆոլիպիդային սինդրոմի ժամանակ, երբ օրգանիզմը հակում ունի տրոմբեր գոյացնելու, այս տրոմբերից մեկն էլ կարող է խցանել հենց ուղեղի անոթը, եւ ուզում եմ նշել, այս հիվանդությունների ժամանակ շատ հաճախ հենց առաջին կլինիկական դրսևորումը, առաջին մանիֆեստացիան լինում են ինսուլտները, այսինքն կաթվածի նյարդաբանն է առնչվում առաջին կլինիկական դրսևորման հետ, որից հետո պարզվում է հիվանդի երիտասարդ հիվանդի բուն հիվանդությունը։ Նաև մեծ խումբ են կազմում սրտային պաթոլոգիաները։ Վերջին ժամանակներս շատ մեծ նշանակություն են տալիս բաց օվալ անցքին, որը բնածին արատ է եւ մոտավորապես 4% դեպքերում առաջացնում է ինսուլտներ, դրանք էմբոլիկ ինսուլտներ են եւ հանդիպում են երիտասարդների մոտ, մինչեւ 60 տարեկան պացիենտների մոտ։ Հայտնաբերումը կարելի ասել շատ հեշտ է։ Եթե պացիենտը ունենում է էմբոլիկ MRT-ով էմբոլիկ պատեռն եւ մի հետազոտությամբ կարող ես հայտնաբերել եւ վերջնական լուծել այս հարցը, պացիենտը վիրահատվում է եւ ամբողջ կյանքում մոռանում է կրկնակի ինսուլտների մասին, փոքրանում է կրկնակի ինսուլտների հավանականությունը։ Սովորաբար մեծ է կրկնակի ինսուլտի հավանականությունը։ Եթե ընդհանուր առմամբ ոչ միայն երիտասարդների դեպքում, այստեղ նշանակություն ունի ինսուլտի պատճառի գտնելը եւ կանխարգելելը։ Եթե կարողանում ենք պատճառը գտնել եւ ճիշտ կանխարգելում կազմակերպել, ապա ռիսկը իջեցնում ենք մինիմալի։ Պրակտիկայում ամենաերիտասարդ պացիենտը, որ ունեցել է կաթված։ Մեր ամենաերիտասարդ պացիենտը 36 տարեկան տղա է եղել։ Պացիենտը տեղափոխվել էր այլ բժշկական կենտրոնի ընդունարանից ծայրահեղ ծանր վիճակում, մթագնաց գիտակցությամբ, խոսքի խանգարմամբ, աչվերշույթների թուլությամբ։ Պացիենտին կատարվեց մեխանիկական տրոմբեկտոմիա, հաջորդ օրը վիճակը վատացավ, ուղեղի այտուց առաջացավ։ Ուզում եմ նշել, որ մեծ ինսուլտների դեպքում ինքը սպասելի բարդություն է։ Կատարվեց երկրորդ վիրահատությունը դեկոմպրեսիոն հեմիկրայնեկտոմիա։ Պացիենտը 1 ամիս մնաց ռեանիմացիայում, այնուհետև տեղափոխվեց վերականգնողական կենտրոն։ Մոտ 6 ամիս անց պացիենտը ամբողջությամբ գիտակից է, մեզ հասկանում է, ունի խոսքային արտաբերման էլեմենտներ եւ ինքնուրույն տեղաշարժվում է, քայլում է։ Ես կարծում եմ, սա մեր պետության եւ ծրագրի հաջողված լինելու արդյունքն է։ Հաջողված դեպքերը շատ են։ Իրականում ծրագրի նպատակը, ինչպես արդեն նշեցի, կանխել հաշմանդամությունը, կամ եթե պացիենտը ունի հաշմանդամություն, հաշմանդամության տոկոսը իջեցնելն է, եւ այո,
մենք քայլում ենք Եվրոպային համահունչ։ Շնորհակալ եմ շատ կարևոր տեղեկատվության համար, հարգելի հեռուստադիտողներ, իսկ ես հիշեցնեմ, որ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնի կաթվածի թիմի ղեկավար Լուսինե Մարտիրոսյանն էր առողջարարի տաղավարում։ Մենք զրուցում էինք կաթվածների մասին, որոնք ցավոք, ինչպես հասկացանք, արդեն երիտասարդացման եւ երիտասարդների մոտ շատ հաճախ հանդիպելու միտում ունեն։ Այսպիսին ներ առողջարարն այս շաբաթ, շարունակեք հետևել մեզ, որպեսզի լինեք տեղեկացված եւ պաշտպանված։ Ցտեսություն։